վերջին, ինչքան ասեմ, 70 տարում եղել է այդ երկրի ազդեցության գործակալը ամբողջ աշխարհում։ Լավ, մենք սրա մասին պետք է խոսանք։ Այսօր եկեղեցու լացն են լացում։ Այդ 60-ականներին, այդ Աբովյան փողոցի վրա գտնվող այդ շենքը ինչով էր զբաղվում։ Այդ ոնց էր, որ Խորհրդային Միությունը տենց աթեիստական պետությունը, որ մեր ազգային ինքնությանը իբր դեմ էր, այդ AUKS-ի շենք, այդ ոնց էր, որ հայրենակիցների հետ կապերի միություն կար, այդ ինչով էր զբաղվում այդ հայրենակիցների հետ կապերի միությունը։ Այդ ոնց էր, որ տենց հատուկ կառուցվածքային աջակցություն ուներ հայաստանյաց առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այդ հիմա, այսինքն պետք է թղթերը բացվեին, որ մենք սա հասկանայինք։ Այդ կուսակցությունը միջև մել այդ երկրի ազդեցության գործակալական ցանցն է։ Եվ այո, մենք պետք է որոշում կայացնենք, ընդ որում էական չի, որ երկրի։ Մենք պետք է որոշում կայացնենք, մենք հանդուրժում ենք մեր երկրի խորհրդանում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Մենք պետք է որոշում կայացրենք, մենք հանդուրժում ենք մեր սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Իմ պատասխանն է, որ ոչ։ Որովհետև հակառակ դեպքում ինչի է ասենց հիստերիա, որովհետև վերջին շանսն է մեր պետությունը հետ տանել, տեղավորել այն գրպանում, որից մենք դուրս ենք եկել։ Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականի լավ երկիր է։ Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականի երկիր է, ով ի վիճակի է ինքը առերեսվել իր խնդիրներին եւ իր ճակատագրին։ Հիմա էլի անընդհատ քննարկվում է ծրագիրը, ինչը ավելի հասկանալի թեմա է։ Ես ձեզ մի բան ասեմ, անընդհատ խոսում է կառավարությունը ծրագրի այս կետը, այն կետը, ես ասել եմ, բայց էլի ուզում եմ ընդգծեմ, աշխարհում ուրեմն չի եղել, չկա եւ չի լինելու որևէ կառավարություն, ընդհանրապես բնության մեջ, որ իր ծրագրի 100%-ը իրականացրած լինի, տենց բան պարզապես գոյություն չունի։ Դա նոնսենս է։ Հետևաբար հարց է, բայց ծրագիրը ինչ է կազմում։ Ծրագրում արձանագրվում է այն խնդիրները, խնդիրների այն շրջանակը, որը պետք է կառավարությունը լուծի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։